Պարոն Հոսեյնի, ինչ տեղեկություն ունեք, ինչ վիճակ է այս պահին Իրանում, տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներ, արևմտյան լրատվամիջոցներ գրում են, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է, դուք ինչ տեղեկություն ունեք վնասների եւ առհասարակ վերահսկողության մասին։ Գլոբալ արիմով վերահսկությունից դուրս չի, կարող է դեղեր լինեն փոքր քաղաքներ, որ ժամանակավոր վերահսկությունից դուրս եկան, բայց ընդհանուր վիճակը իհարկե մտահոգիչ է, վտանգավոր է, բայց Իրանի Փարսասիջան Փաշինյանները ժողովրդի այդ բողոքի զայն է եւ սուսարարների խաղաղ բողոքը իրավացի են համարել եւ դերին են համարել հիմնական խնդիրը եղել է տնտեսական ճգնաժամը երկու Իրանը ովքեր որ Իրանի հետ աշխատել են արևտուր են արել գիտեն որ Իրանում կա երկու դոլարի կուրս մեկը պետական է մեկը շուկայական է երբ որ շուկայական գինը բարձրանում է պետական գինը նույնն է մնում մարդիկ կան որ արտահանում են անում մարդիկ կան որ միջնորդ են Իրանի պետությունին վստահած անձիկ են որ Իրանի նավթում նավթոմեթերքը արտահանում են իրեն պետք է այդ դոլարը հետ վերադարձնեն ինչ որ ապրանք վաճառում են դերսում այդ դոլարը վերադարձնեն Իրանում եւ բանկային համագարկում մտցնեն երբ որ այդ դիստանցիայի պետական կուրսը եւ շուկայական կուրսը դիստանցիայի մեծանում է որոշ արևտուրականներ որոշ միջնորդներ բաժամիջոցների միջոցով Իրանը բախում է նման միջնորդներ վստահած անձից որ նաև նավթ Իրանի նավթ են վաճառում հրաժարվել են այդ գումարները այդ դոլարները որը միլիոնավոր դոլարներ են միլիարդներ դոլարներ են վերադարձնեն երկիրը դրա համար երկիրում դոլարը քիչ է նորից գնաճ է լինում դոլարի փոխարժույթը եւ այն ժամանակ է որ Իրանի նախագահը կառավարությունը որոշեց որ այդ բոլոր շուկայական գինո պետական գինը մեկ գին սարքի այսինքն վերացնի երկու գին դոլարի համար որ այդ արևտուրականները այդ միջնորդները այդ գումարը ձեռնդու լինի իրանց եւ գումարը վերադարձնեն երկիր որ այդ ժամից դուրս գան զաներ վիրահայություն է տեղի ունենում Իրանի տնտեսությունի մեջ պետք է տեսնենք Իրանի տնտեսությունը կդիմանա է զաներ վիճակին թե չէ ժողովուրդը նաև հանգամանք էլ կա որ զաներ բերել լինելու ժողովրդի վրա եւ ժողովրդի դժգոհությունը այդպես արտահայտվում են պրոստը ուժեր կան երկիրներ կան որ այդ խաղաղ սուսարարները խաղաղ բողոքի ալիքը ուզում են սրեն դեպի խորովություն դեպի բարակտում դեպի անկարգություն եւ գործակալներ ունեն որը ծերում են իրավիճակը սադրիչ մարդիկ են որ մտնում են սուսարարների մեջ հարձակում են ոստիկանների վրա ոստիկանություն շենքերի վրա պետական շենքերի վրա այն ժամանակ է որ բախում է տեղի ունենում Միացյալ Նահանգներից են իրավիճակին անդրադարձել մասնավորապես Թրամփը ասել է որ եթե Իրանը կրակի ցուցարարների վրա իրենք կմիջամտեն հարձակում կգործեն դուք սա ինչպես եք գնահատում արդյոք միջամտության փորձ է լարելու փորձ է արդյոք Իհարկե միանշանակ իրավիճակը սերելու փորձ է որովհետև 12 օրվա պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներով Իսրայելը տեսան երբ որ հարձակումը տեղի ունենում Իրանի ժողովուրդը ինչքան դժգոհ լինեն համ ներսում այդ խնդիրները մի կողմ են դնում համախմբվում են դրա համար այդ վիճակը որ ստեղծել է հիմա բարակտումներ կա հիմա ժողովրդի դժգոհություն կա աջակցություն չկա կառավարությունին այն ժամանակն է որ շատ հարմար ժամանակ է որ իրեն հարձակվեն հող են պատրաստում հարձակման վրա եթե չէ իրեն մտահոգիչ չեն Իրանի ժողովրդի կյանքի վրա եթե նման մտահոգություն մարդու իրավունքների մտահոգություն ունենային Իսրայելին չէին աջակցում որը մեծ ահաբեկչական պետություն է եւ 60-70 հազար կինո երեխա է սպանել եւ միլիոնից ավել մարդը սովորական կյանքից զերկել այնտեղ ջուր չէր հասնում սնունդ չէր հասնում մի միլիոնից ավել ժողովրդին այն ժամանակ բարոն Թրամփը ոչ մի մտահոգություն ցույց չէր տալիս հակառակը աջակցում էր զենք էր տալիս որ ավելի ժողովուրդը կոտրեն
Ինչպես եք պատկերացնում լուծումը, ինչպես կհանգուցալուծվի այս լարվածությունի վերջո։ Հիմա կառավարությունը միջոցները նախաձեռնում այդ ճգնաժամ վիճակից դուրս գալ, մեկ կենտրոնական բանկի նախագահին փոխեց, գարաժամկետ միջոցառումներ, միջին եւ երկարաժամկետ միջոցառումներ տնտեսական կատարում է, նախաձեռնում է, ինչ որ գումարները փոխանցում սածրե խավերին հաշվի վրա, որովհետեւ հաղթահարեն այս տնտեսական զաներ վիճակը եւ պետք է տեսնենք այդ զաներ վիրահայտությունը, որ կառավարությունը է սկսել եւ դրա հիման վրա դժգույթությունը բազել, այդ վիրահայտունից Իրանի տնտեսությունը առողջ դուրս կգա, թե ավելի կզանրանա իրավիճակը։